Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության ընտրություններն ինչպես ակնկալվում էր, անցան շատ թեժ, անակնկալ ներկային եւ առաջադրվածների շարքում եւ արդեն իսկ ընտրված անդամների շարքում։ Բանն այն է, որ ՔՊ վարչությունում բոլորն ապշած են, թե ինչպես է ստացվել, որ ԿՊԱ-ական Արմեն Խաչատրյանն ընդգրկվել է վարչության կազմում ու հավաքել նախանձելի քանակի ձայներ։ Արդյունքում ԿՊ վարչությունում Արմեն Խաչատրյանը դարձավ մամուլում հայտնի Kinder Surprise։ Ուսումնասիրենք, ինչ ունեցվածքով ԱԺՊ-գամավոր Արմեն Խաչատրյանը դարձավ ԿՊ վարչության անդամ։ Արմեն Խաչատրյանը մշտապես աշխատել է ոստիկանության համակարգում որպես տեսուչ։ 2013-ից 2018 թվականներից եղել է Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման եւ վերլուծության բաժնի պետ, ապա ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ։ Խաչատրյանը, ինչպես նախկինների օրոք, հասցրել է երեխաներին պետական օղակներում աշխատանքի տեղավորել։ Որդին աշխատում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի փորձագիտական վարչության պետաիրավական փորձաքննությունների բաժնում որպես փորձագետ։ Արմլուրը պաշտոնատար անձի տարեկան հայտարարագրից տեղեկացավ, որ պատգամավոր Խաչատրյանը ոչ մի անշարժ գույք չունի, սակայն ունի 2007 թվականին ձեռք բերված ՎԱԶ Մակնիշի 1986 թվականի արտադրության մեքենա։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել է $43 եւ գրեթե 180,000 դրամ։ Արմեն Խաչատրյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16,599,000 դրամ, որից 11,482,000 դրամն աշխատանքի վարձատրությունը ազգային ժողովի աշխատակազմից, 3,149,000 դրամն այլ եկամուտներ է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, իսկ 1,968,000 դրամը կենսաթոշակն է։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայրգումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 19,789,000 դրամ։